Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Սուրեն Սուրենյանցը, մենք պիտի հանդիպեինք երկուշաբթի, ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, բայց հույսով ենք, որ ավանդույթը չի խախտվի, եւ մենք ամեն երկուշաբթի կհանդիպենք, երեք բավականին ուշագրավ հայտարարություն է արել, մեր զրույցի երկրորդ մասում հիմնականում խոսենք դրա մասին, կապված Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի, խոսենք երկրորդ հատվածում, բայց մինչ այդ երեք չի առաջորդի, գիտեք, որ արդեն մի քանի օր է օկուպացված Շուշիում է Ալիևը, հրավիրված են մի շարք հյուրեր, այդ թվում նաև լրատվամիջոցների ղեկավարներ, հայտնի դեմքեր, բայց սա ինչքանով է կարևոր այնքանով, որ մի քանի հայտարարություն է արել Ալիևը, որ մեր լրահոսից, այսպես ասեմ, հիմնականում դուրս մնաց, դե իշխանական լրատվամիջոցից պարզեր, այդ ընդդիմությունն էլ կարծես թե ընդդիմադիր լրատվամիջոցներն էլ կարծես թե ուշադրություն չհրավիրեցին։ Շնորհակալություն է, այնտեղ էր գտնվում նաև Ուկրաինայից հայտնի լրագրող մեկնաբան Գարտոնը, գիտեք, որ հակապուտինյան իր ամենասիրելի հարցը, մենք ստեղ մի հատ ունենք է Պուտինը, տես մեկը ունենք, նույն ֆորմատի մեջ է հիմնականում, Պուտին բառը մի քիչ այլ կերպ է հնչեցնում։ Ընդհանուր առմամբ տարբերությունը շատ քիչ է, երևի նաև որոշակի նաև ինտելեկտների տարբերություն կա։ Խորին շնորհակալություն է հայտնում Ալիևին, Շուշիից հրաշալի ընդունելության համար եւ ոչ միայն դրա համար, այլ նաև 1 տարի առաջ, որ հարցրել է, թե ինչ կանեիք, ինչ խորհուրդ կտայիք Ուկրաինային եւ Ալիևը ես էլ եմ շատ լավ հիշում, որ ասել էր ոչ մի կերպ չհամաձայնեք տարածքների զիջման, ինքը օկուպացիա բառն է ասում էլի, այսինքն հիմա ինքը մոտավորապես նենց ասողի դերում է Ալիևը հայտնվել էլի, տենց հաղթած բանի դերում է եւ այսպիսի խորհուրդ է տալիս եւ շարունակում է հարցը ասելով, որ իհարկե այդ 1 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, հիմա արդեն օդից, ջրից, ցամաքից ռմբակոծությունների տակ է Ղրիմը եւ շրջափակված է, ավելին հրթիռները հասնում են մինչեւ Մոսկվա եւ Ռուսաստանի այլ խորքեր, այսինքն շատ բան է փոխվել։ Այս ամենով հանդերձ, եւ նաեւ շարունակում է Գարդոնը ասելով, որ Պուտինը այլևս չունի ոչ մի լավ ելք, այդպիսի իրավիճակի առջև է կանգնած։ Հարցի պատասխանելով ասում է, որ ինքը խորհուրդ տալու կարիք Ուկրաինայի իշխանությունները կարիք չունեն իր խորհրդի, բայց քանի որ հարցրեցիք, ասում է, որ ինքը նույն բանն է ասում, չհամաձայնեք օկուպացիայի, այո, եւ ինչն է այստեղ ուշագրավ, պարոն Սուրենյան, չգիտեմ դուք հասցրել եք դա լսել թե ոչ, կարծեմ ձեզ ուղարկել էի դա, ինչն է այստեղ ուշագրավ, որ ասում է մեզ էլ, ինձ էլ տևական ժամանակ մի քանի տասնամյակ, 2 տասնամյակ շարունակ ինձ համոզում էին, որ ես համաձայնեմ Արցախը եւ ոչ միայն Արցախը, այլև Լաչինով, Քելբաջարով, այս հատվածները զիջեմ եւ մենք գնանք որոշակի խաղաղության եւ հաշտության, բայց ես ոչ մի կերպ դրա հետ չհամաձայնեցի, բայց այստեղ ինչն է ուշագրավ, որ ասում է դա ովքեր էին համաձայնում Մինսկի համանախագահող, ուրեմն երկրները, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Ամերիկան էին դա պնդում, ես չնա, սա իդեպ նրանց համար, ովքեր որ ասում էին, այնպիսի մի բան է ստացել Նիկոլ, այսինքն Ալիևը հերթական անգամ խոստովանում է, եւ շարունակելով նաեւ ասում է, որ պատերազմի ժամանակ էլ ես իրանցից անվերջ զանգեր էի ստանում, ճնշումներ էի ստանում, որ պետք է կանգ առնել, չպետք է շարունակել, բայց ասում է, ես զարկ տվեցի, որ դիվանագիտական կորպուսը մի կողմից ռազմական գործողություններ, մյուս կողմից դիվանագիտական կորպուսը այնպես փայլուն աշխատեց, որ մենք հաջողություն արձանագրեցինք եւ ըստ իրեն ազատագրեցին իրենց օկուպացված տարածքները մեր հայրենիքը, այսինքն իրականում ազատագրեցին, բայց իրականում օկուպացրեցին։ Սա ինչի համար է կարևոր եւ մեկ անգամ եւս Ալիևը ինքն է արձանագրում, որ ինքը խայտարակ ծանր վիճակում է եղել, որ համանախագահող երկրները կողմ են եղել նրան, որ Արցախը եւ Լաչինը եւ Քելբաջարը անցնեն մեզ, ճանաչի դրա անկախությունը Ադրբեջանը եւ այն 5 տարածքներ, ինչի մասին որ այդքան խոսում էր, զիջվել, որտեվ մեր հանրությանը շարունակում են մոլորեցնել, ասել, իմիջիայլոց այդ ամայացած բանը եթե կա Մարիամ այդ դիր հիմա թող պատտի, որ շարունակում են մոլորեցնել, որ իբրև թե այնպիսի մի ժառանգություն է
Նիկոլը ստացել։ Ալիևը իր բերանով ասում է, որ Ալիևն է եղել խայտարակ վիճակում, որ Ալիևն է եղել ճնշումների տակ, որ Ալիևը ստիպված է եղել համաձայնել, ուղղակի չի համաձայնել, փորձել է դիմադրել, որ նաև այս երկրները պատերազմի ժամանակ էլ կանգնած են եղել հայ ժողովրդի կողքով, այսինքն խաղաղության կողմնակից են եղել, պահանջել են, պարտադրել են, ստիպել են, որ կանգնի, դադարեցնի, եւ սա տեղի չի ունեցել։ Եվ ինչ արեց Նիկոլը բացի այն, որ Արցախից հրաժարվեց, լուծ արեց, ինչին որ բնականաբար պիտի շահագրգիռ լիներ ադրբեջանական կողմը եւ ոչ մեր կողմը, լուծ արեց այս Մինսկի համանախագահողանը եւ մենք ունենք այն ինչ որ ունենք, սա ուղղակի գիտություն այն տհասներին, որ միջև հիմա ասում են, չգիտեմ, Արցախը ով էր տվել, Արցախի ինչ էր, Արցախի հանձնողի անունն էլ է հայտնի, հայտարարությունն էլ է հայտնի եւ իրավիճակն էլ է հայտնի, եւ Արցախն էլ բարձրացրու սկզբից դիր եւ Արցախը հիմա ինչի մեջ է, չգիտեմ, հասցրել եք տեսնել թե ոչ, ուրեմն պատտասնում են այսպես, հիմա տեսեք ինչի մեջ է։ Վերջին օրերին Կորեացի բլոգեր Յանգ Մինի տեսանյութում լքված փողոցները, դատարկված տները ու չջնջվող հայկական հետքը պատմում են հայաթափված Արցախի մասին։ Հայրենիք, որը կարծես մի գիշերում անհետացավ։ Այո, հայրենիք, որ մի գիշեր։ Պատմում է 100-ից ավելի երկիր է այցելել։ Արցախն իր կյանքի ամենադժվար ճանապարհորդությունն էր։ Մենք ենք մեր սարերը կամ հայտնի տատիկ-պապիկի հուշարձանը դեռ կանգուն է։ Մյուս տեղերում շատ հուշարձաններ վնասված են կամ ոչնչացված։ Մի քանի ժամում Յանգ Մինը հասկացել է, ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայկական հետքն ամբողջությամբ։ Սա զայրացրել է նրան։ Տուրի ամբողջ ընթացքում ադրբեջանցի գիդը հայերին անվանել է ապօրինի զավթիչներ։ Ճշմարտությանը տիրապետող զբոսաշրջիկների հակադրվելու փորձերը անիմաստ են անցել։ YouTube-ի իր 18 րոպեանոց տեսանյութում բլոգերը պատմում է, Արցախը հազարամյակներով հայկական է եղել։ Պատերազմից հետո 120,000 հայերից ոչ մեկը չմնաց։ Սա այն պատկերն է, ինչ բերեց Նիկոլը եւ ավելին ինքը այսպես բան է տվել Ալիևին, որ ակսակալի պես նստած մարդը իբրև թե ազատագրող է, ուրեմն ցեղասպանությունը իրականացրել է, Արցախը ամբողջությամբ հայաթափել է եւ հիմա ինքը ներկայանում է աշխարհին եւ ոչ միայն ինքը ներկայանում, այլ իրեն բան այդպեսին են ընկալում եւ հարցադրումների մեջ էլ դուք որպես փորձառու, որպես ազատագրող, որպես այսինքն ցեղասպանին, տեսեք ոնց են ներկայացնում, այդ ինչի համար, որտեվ հիմա քար լռություն է, բացարձակ խոսք չկա գերիների մասին, բացարձակ միջազգային բաներին չի բարձրացում այն հարցը, որ հայաթափությունն է տեղի ունեցել, որ ցեղասպանությունն է տեղի ունեցել եւ ավելին շարունակել են իրենց օկուպացիան եւ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ են վերցրել։ Խնդրեմ, այս հարցի հետ կապված եւ մեծաբերան բաներ, այո, դա էլ եւ սպասվում էր Ռուսաստանի հետ կապված ինչ էր այսպես բաներ է ասում, խնդրեմ։ Հետևել եմ Շուշի։ Իրան պետք է ամբողջության մեջ նայել։ Հնչել է եւ Գորդոնի հարցը Ալիևի հայտնի պատասխանով եւ ռուսաստանցի վերլուծաբան Նաումովի հարցը էլի հայտնի պատասխանով։ Ուրեմն Նաումովին պատասխանում է Ալիևը, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր խնդիրները լուծված են եւ իրենք չունեն որևէ լարվածություն, որ բարձր մակարդակի հարաբերություններ ունեն եւ այլն եւ այլն։ Գորդոնի հարցին այո, այնտեղ էլի կրկնում է իր պրոուկրաինական դիրքորոշումը։ Տեսեք, այստեղ մի քանի շերտ կա։ Նախ Ռուսաստանը անգամ իր դաշնակիցներին չի պարտադրել, որպեսզի ուկրաինական պատերազմի հարցում խիստ պրոռուսական դիրքորոշում ունենան։ Միայն ըստ էության չգրված պայման կար, որ նաև չքաջալերեն Ուկրաինային կամ պրոուկրաինական դիրքորոշում չունենան։ Շատ նման դիրքորոշում Տոկաևն էլ է հայտնել, ուզում եմ հիշեցնել Ղազախստանի նախագահը, մի քիչ ավելի կոռեկտ ձևակերպումներով, դե Ալիևը այդ նոր ստատուս քվոյի բանից արբեցած է, այս եւ բնականաբար իրան թույլ է տալիս նման հայտարարություններ, բայց Մոսկվայից հնչել է հայտարարություն, ես կարծում եմ Մոսկվայում անակնկալ չէր այդ հայտարարությունը։ Ասել են կշարունակենք բացատրել Ադրբեջանին, որ մեր դիրքորոշումն է ճիշտ։ Ես ուզում եմ հատուկ մեր հեռուստադիտողների համար ասեմ, որ Ադրբեջանն ու Ուկրաինան շատ վաղուց դաշնակիցներ են։ Այո։ Այո։ Դա երկար պատմություն ունի, գնում է մինչև 90-ականներ, կար մի կազմակերպություն ՎԱՄ,
որի մեջ գտնվում էին Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, սկզբում Մոլդովան, նաև մի փար ՎՈՒԱՄ էր, Ավելին 90-ականների պատերազմի ժամանակ նաև ներգրաված են եղել Այսինքն այստեղ եկեք մի հատ բան էլ նայենք, ամենևին հակված չեմ այդ Ալիևի պոռոտախոսությունը ռացիոնալ հիմքով դիտարկելու, բայց եկեք մի հատ ուրիշ շերտ էլ դիտարկենք։ Բոլոր այն խնդիրները, երկրները, որոնք ունեցել են տարածքային խնդիրներ, տարածքային, ասենք Ադրբեջանն էլ ունեցել։ Միշտ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերում շատ ավելի զգայուն են։ Օրինակ, Սերբիան Կոսովոյի խնդիր ունի։ Չնայած ինքը մեծ հաշվով ռուսամետ պետություն է, բայց ուկրաինական պատերազմի հարցում շատ զգայուն է իր դիրքորոշումը կաշկանդված։ Էլի դա պայմանավորված է կրկնում եմ այն հանգամանքով, որ բոլոր երկրները, այդ թվում Ադրբեջանը, ովքեր ունեցել են կամ ունեն այդ տարածքային խնդիրները, այդ հարցում զգայուն են։ Երկրորդը բացահայտ ռուսամետ դիրքորոշում ունեցող ընդհանրապես մի քանի երկիր կա, այլ զարմանալի չի։ Բելարուսն է, Հյուսիսային Կորեան է, Իրանն է, ասենք, բայց Իրանն էլ շատ բանասավորված։ Այնպես որ այստեղ շատ զարմանալի բան չկա, ավելի շատ կարևոր է այն հանգամանքը, որ դա ասելուց անմիջապես հետո մեսիջը ուղարկի Մոսկվա, որ Ռուսաստանի հետ խնդիր չունի։ Իսկ Ալիևի Ադրբեջանի այսօրվա սուբյեկտությունը Ալիևին թույլ է տալի նման հայտարարություններ։ Չէ, բայց այստեղ մի շարք ուրիշ բաներ կա, որ Մինսկի համանախագահ երկրները իրեն դա արդեն մեզ են վերաբերվում, դա արդեն մեզ է վերաբերվում։ Ուզում եմ ասի, որ դուք դիվանագիտական լուծում մի ակնկալ եք ուկրաինացիներին, այսինքն կամ ռազմական ճանապարհով խնդիրը լուծում եք կամ չեք լուծում։ Ինչ վերաբերում է ուկրաինական այսօրվա էսկալացիային, դրան էլ երկու բառով անդրադառնամ նոր։ Բուն ռազմաճակատում շարունակում է ուկրաինական զինուժի հետընթացը։ Ուկրաինացիները ուղղակի թիրախավորում են Ռուսաստանի խորքերը, որը որոշակի լոգիստիկ եւ սոցիալական խնդիրներ առաջացնում Ռուսաստանում, բայց դա չի կարող կանխորոշել պատերազմի ելքը, ես ձեզ վստահում եմ, իհարկե։ Կլինի նոր էսկալացիա, Ռուսաստանի կողմից կլինի ավելի ուժեղ սպառազինության օգտագործում եւ արդյունքում, այսինքն միջև վերջին ուկրաինացին Ռուսաստանի դեմ կռվելու կուրսը արևմուտքի շարունակվում։ Այդ հոգեվարքը Ուկրաինայի երկարաձգում են Ռուսաստանի վնաս տալու նպատակով։ Այս եթե շարունակի լինելու է Ռուսաստանի ավելի ուժեղ հակազդեցություն, օգտագործելու են սպառազինություն, որ միջև հիմա չեն օգտագործել, ավելի ծանր, ավելի ավերիչ ռուսները։ Ի վերջո դա բերելու է Ուկրաինայում ավելի ծանր վիճակի ստեղծման։ Այս պատերազմում առնվազն Ուկրաինան չի հաղթելու, բայց կոլապսի չի կարող ենթարկել Ռուսաստանը եւ հատկապես որ հիմա իրենք լուրջ խնդիր են դրել նաեւ իշխանապողության ներսում։ Դա լուրջ չի։ Լուրջ չի դա։ Դա լուրջ չի։ Չէ, իրենք էլ են ներսից փորձում։ Տնտեսական լուրջ խնդիրներ կան, բայց դա կոլապսի չի բերելու։ Տնտեսական լուրջ խնդիրներ կան, դա կոլապսի չի բերելու։ Եվ ընդամենը այդ արևմտյան էլիտաները ցինիզմով հետևում են, թե ինչպես են միջև վերջին ուկրաինացին անհարմարություններ ստեղծում Ռուսաստանի համար։ Այսինքն Ուկրաինայի գործոնը խաղարկելով, ֆիզիկապես Ուկրաինային շահագործելով փորձում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններից առաջ ավելի լավ ամբողջ պատկերը մեր առջև ունենալով մենք շարունակում ենք մխրճվել, այո, մխրճվել։ Բայց հիմա Ալիևից բայց դու այդ գինն էլ չունես ինչ-որ Ուկրաինան, ունես որ քեզ այդ նույնիսկ այդ այն աջակցությունը, որ Ուկրաինան ստանում է, դրա 1%-ն է։ Բայց նաև բացահայտում է, որ ինքը ճնշումների տակ է եղել։ Հիմա գամա ինքը ավելի լուրջ բան է։ Իրենք իրենցով չեն, այսինքն մեր նախկին իշխանությունների երկու սկանդալային հայտարարություն հնչեցրել Ալիևը, որը Նիկոլ Փաշինյանի շատ անհարմար վիճակի մեջ է դնում։ Առաջինը վերաբերվում է նրան, որ նա ամբողջովին մերկացրեց Ղարաբաղյան քաղաքականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պնդումները։ Այսինքն Ալիևը ասում է այն, մի մարդ, որ բանակցել է, եկեք տենց ընդունենք, հա, ինչ որ ասենք ձեր տաղավարում այլ տեղեր, օրինակ ես, Լևոն Զուրաբյանը, այլ գործիչներ պնդում են, իշխանությունը մեր բերանին գալիս է։ Ալիևը ասում է, որ նույնիսկ կարգավորման վերջի պլանով
Ղարաբաղը փաստացի անկախություն էր ստանում Արցախը Լաչինով Լաչինով Քելբաջարով եւ դրա դիմաց ինքը ստանում էր այն 5 շրջանը։ Այն ինչ որ մենք ենք սկզբունքորեն ասում, Ալիևը առաջի անգամ նման հայտարարություն չի արել։ Ալիևը այս հայտարարությունը արել է նաեւ 2016-ի քարորյա Այսինքն նախին իշխանությունները հասել էին նրան, Այսինքն Նիկոլ Փաշինյանը ստացել էր հրաշալի ժառանգություն։ Իհարկե, որ ճնշում էր միջազգային բանակցային գործընթացը ամենևին էլ այնպես ինչ էր։ Պիտի հրաժարվեր Արցախից, այսինքն Արցախը մերն է, Լաչինով եւ Քելբաջարով։ Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդրությունը, առնվազն Ադրբեջանը պատերազմ սկսելու առիթ եւ թույլտվություն այսպես կոչված միջազգային հանրությունից չէր ստանա։ Թույլտվությունն է։ Որ Նիկոլ Փաշինյանը վիժեցրեց բանակցային գործընթացը, այն հայտարարության, որ սկսում եմ զորոյական կետից, որ Արցախ Հայաստանը եւ վերջ, որ միջնորդներ ինչ որ անհասկանալի հիշում եք դες բաներ են ասում։ Որ այդ թեման չի եղել բանակցային։ Եվ դա կանաչ լույս վառեց միջազգային հանրությունը։ Ալիևի պատերազմի։ Չէ, բայց մինչև դա, տեսեք, պատերազմի ժամանակ էլի միջազգային հանրությունը եղել է մեր կողմը։ Դա մինչև հոկտեմբերի 19-ն էր։ Այո, այսինքն մինչև հոկտեմբերի 19-ը, երբ որ տեսել են, եթե այս երկիրը հանձնվում է։ Ուրեմն Ալիևը պատրաստ էր նույնիսկ մինչև հոկտեմբերի 19-ը էլի այսպես կոչված Լավրովի պլանի որոշակի շտկումներով վերադառնալ։ Ուրեմն ինչ է տեղի ունեցել։ Հարավային ճակատը փլուզվեց, մեր գիտեք, որ մենակ այդ ճակատն է փլուզվել։ Եվ այդ բոլոր պլանների դերև եղան։ Այսինքն, ստեղ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը փակել է դիվանագիտության դուռը, այն որ 18-20 թվերին տենց հողորտում էր եւ այլն։ Որտեղ Արցախը ընդհանրապես չի դիտարկվել Ադրբեջանի կազմում, գոնե առնվազն դա արձանագրում է։ Բացարձակ դե չի եղել։ Որևէ կարգավորման պլան չի եղել։ Չի եղել այդպիսի բան։ Մի հատն ա եղել, բայց այդ մի հատը էլի ես ուզում եմ հատուկ ընդգծեմ, որ այդ մի հատն էլ ուղղակի երանելի լուծում էր, որը հենց Ադրբեջանն էլ մերժել է, այդ ընդհանուր պետության կոնցեպտ կար, եթե հիշում եք 1998-ի հոկտեմբերին, որտեղ Ադրբեջանն ու Արցախը պիտի հավասար հիմունքներով կոնֆեդերացիա կազմեին ընդհանուր պետության։ Հետո ինչ էին բերելու Ադրբեջանը։ Դա դե ֆակտո Արցախի անկախություն, չէ։ Շատ լավ, մեկ այլ ուշագրավ հայտարարություն։ Մյուս հայտարարությունը, որ Ալիևի ես կուզենայի անդրադառնալ, ստեղ Նիկոլ Փաշինյանը լիքը մտածելու բան ունի եւ մեր հասարակությանը բացատրելու, որտեղ Ալիևը ուղղակի եւ անուղղակի ակնարկում է, որ Սամվել Կարապետյանի կալանքը իր ցուցումի հետևանք, որտեղ նա շատ պարզ խոսում է Սամվել Կարապետյանի մասին, ավելի պարզ հնարավոր չի խոսել, նա փաստացի ասում է, ինքը խավիարային դիվանագիտության պապան լինելով, նա փաստացի ասում է, այլ թողենք Սամվել Կարապետյանը դա արել է թե չէ, էական չի, ես հիմա այդ չեմ քննարկում։ Չէ, ասենք, փոխանցենք, որ ինչու մեղադրում է, Սամվել Կարապետյանի լոբիստական աշխատանքետ արել միջազգային բանը կոնսոլիդացրել ի պաշտպանություն հայկական շահերի։ Եվ հրճվում ասում է, եւ հիմա ասում է, հիմա այդ մարդը Երևանում տնային կալանքի տակ է, այսինքն ստեղ շատ պարզ ինքը հասկացնում է, որ առնվազն գոհնակություն ունի այն վիճակից։ Հոգին փառավորվել է մարդամեկի նման, որ Սամվել Կարապետյանը հիմա սա սկանդալային հայտարարություն է, որովհետեւ հենց այնպես Ալիևի պես փորձառու մարդը նման հայտարարություններ չի անում։ Եկեք ընդունենք, որ նա շատ հմուտ եւ մեծ փորձառու ինքը ցույց է տալի, որ ինքը դեր ունի, ինքը ցույց է տալի, որ ինքը Հայաստանի ներքաղաքական կյանքում դեր ունի։ Մանավանդ որ այս մեդիա ֆորումից 2 օր առաջ եկեք հիշեցնեմ, հա, եղել է նաև Բայրամովի մամուլի ասուլիսը, որտեղ էլ նրանք խոսել են սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Հիմա ինչ են այս հայտարարությունները Ալիևի կողմից ինչու։ Մի ուրիշ հայտարարություններ արել, սա էլ ընթերցեմ արդեն դուք ազատ, երբ որ ասել է Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, երբ եւ ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց հայրենի հողեր, ասել է Ալիևը։ Նա բողոքել է, իմացեք, որ այն ով Նիկոլին ձայն ա տվել կամ այս ամեն ինչի մեջ մասնակիցը դուք եք ուժ տալիս, որ Նիկոլ Ալիևը անվերջ սրա մասին խոսի։ Նա բողոքել է, որ հայ հասարակությունը, լես լկտիությունը, հայ հասարակության մեջ մնում է խորը ատելություն թուրք ժողովուրդների նկատմամբ, պահպանվում են մեծ Հայաստանի երազանքները, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները արձանագրում են երկրի սահմանադրության մեջ, այս լկտիության անսահմանությունը էլ է, սանձի խնդրեմ։
Շատ ակնհայտ է, որ այդ վերադարձի կոնցեպտը Ադրբեջանի օրակարգում կա, այդ բարձր մակարդակով խրախուսվում է, արդեն նույնիսկ Ամերիկայի կոնգրեսում լսումներ են անցկացնում։ Միայն այդ Օրդուբադի փառատոնը հերիք էր, որպեսզի դրա մասին շատ բարձրաձայն ու համարձակ պնդումներ անենք։ Դե գիտեք, այդ Նիկոլ Փաշինյանը մյուսների հերքումներով չի։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ մի հատ հարցում համաձայն եմ, բանակցային գործընթացում գուցե այս թեմաները չկան, որովհետև Ալիևը այլևս չէր պատրաստում լիքը բան Փաշինյանի հետ քննարկի, ուղղակի ասում եմ Ալիևին, երբ որ ասել են դուք ինչ ճկունություն դրսևորեցի երկխոսության, որ այդ երկխոսության մեջ եք, ծիծաղում ասում է երկխոսություն այնտեղ չկա, այնտեղ մենախոսություն։ Էդի վաղուց է ասել։ Հիմա էլ ասում եմ ենք էներգետիկ անվտանգության երաշխավորն ենք Հայաստանի։ Սիմվոլիկ չափով ուրեմն դիզ վառել եք, բան են ուղարկել։ Արդեն ասում է Հայաստանը հույսը մեր վրա է դրել, մենք այսինքն հասկանում եք, սա այն վերսալյան մոդելն է խաղաղության, երբ որ կապիտուլացված Գերմանիային պարտադրեցին ամեն ինչ։ Հիմա Ադրբեջանը Հայաստանին մտադիր է պարտադրել բոլոր հնարավոր զիջումները։ Դա նույն վերսալյան մոդելն է, ընդհանրապես խաղաղության երկու մոդել կան՝ Պոցդամյան եւ վերսալյան։ Սա վերսալյան մոդելով է շարժվում Ալիևը, ակնհայտորեն եւ Նաև արեմուտքի ասցեին այնք մեդիա ֆորումում շատ կոշտ հայտարարություններ ասել, այդ որ 3 գումարած 3 հետքան կարևորում էր, դա էլ արեմուտքի խաղա տարածաշրջանում բացառելու նպատակով էր անում։ Ոսես Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, այսինքն այստեղ իհարկե դա է ռեալիստական մոդելը հարցը լուծելու իհարկե, բայց ուզում եմ ասեմ Ալիևը իրան միջին տերության կարգավիճակում ազգում եւ համարում է, որ ռեգիոնում ասող այլևս եւ ասկական է։ Դե գիտեք ինչ կա իրականության մեջ ցավոք սրտի Ադրբեջանի սուբյեկտությունը այնքան աճել, որ ստիպված չեմ ասում հաշտվենք, բայց գիտություն ընդունենք այն որոշ փորձագետներ են լսում, որ չի բացառվում Աշնան ինքը գործողությունների անցնի, սովորաբար ամռանը այսպես շատ ավելի ջերմ բան հայտարարություններ է անում, հետո Աշնանը սրացում եւ տեսել են 2-3 անգամ Ադրբեջանը Աշնան անցել է ռազմական գործողությունների եւ նմանեցնում էին ֆաշիստական Գերմանիա, երբ որ փորձում էր վերցնել Լեհաստանը, ասում էր տարանցիկ էս ճանապարհը պիտի դա սատա, երբ որ ինչ որ դիմադրություն տեսավ, հարձակվեց նրա վրա։ Հիմա հնարավոր է, որ այդ պահանջները շատ ավելի սրվեն եւ դա պատրվակ լինի հերթական անգամ հարձակվի Հայաստանի վրա։ Ամեն ինչ հնարավոր է, բայց դա միայն իրենից կախված չի, դա մեծապես կախված է նաեւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, եթե Իրանի շուրջ զարգացումների ինչ-որ սցենար երևակվի, որ Իրանը պարտվելու է։ Իրանը պարտվելու է իրանական գործընթացը, իհարկե հույս ունենանք, որ նման բան չի լինի, Ադրբեջանը անշուշտ այդ առիթից օգտվելու է, կարող եք չկասկածել ոչ մի րոպե։ Ուղղակի հիմա խիստ անբարեն նպաստ է իր համար, նույնիսկ Զանգեզուրի Միջանցքի մասին շատ խոսել է, որովհետև Իրանի գործոնը չափազանց ուժեղ է եւ Միջև ընտրություններ Միջև Միացյալ Նահանգների ընտրություններ, թե Չէ, այս հարձակումներից հետո, պատերազմից հետո Դե իրենք սպառնում են թե տրիփինգ խփեն, բայց շատ կոնկրետ ինֆորմացիա ունեն, որ Արցախից է, չէ, Ադրբեջանից է, իսրայելական է թրթիռները, բայց այդպես էլ այդ ուղղությամբ քայլեր չի անում։ Իրանի դեսպանի վերջին հարցազրույցը ասուլիսը տողատակերով այն մասին էր, թրիփ հեստեսկով չի գործելու մի խոսքով, ես վստահ ասում եմ։ Այս պարամետրերով որ համաձայնեցվել է, գործել չի կարող։ Այն ժամանակ էլ եմ ասել, հիմա առավել եւս պնդում եմ, եթե որևէ մեգա նախագիծ իր հիմքում չունի տարածաշրջանային բալանս ուժերի հարաբերակցություն, ինքը գործարկվել չի կարող։ Ուղղակի Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը այս պարամետրերով տրիփի շահագործումը թույլ չեն տալու։ Դա կարող է միանշանակ վստահ լինել։ Մեկը մի քիչ կոշտ ռետորաբանությամբ, այլ բան, որ ինչպես դեսպանն էր ասում հարգարժան, որ այնպիսի մոդել ստեղծվի, որը Թերանում եւ Մոսկվայում համոզմունք ստեղծի, որ այդ նախագիծը աշխարհաքաղաքական առումով իրանց դեմ չի։ Իսկական Վաշինգտոնը, Թերանը, Մոսկվան կան ընդհանուր համաձայնությունների, ինչի տեսականորեն եկեք չբացառենք։ Այդ ժամանակ խնդիր չի լինի։ Բայց մաքուր թրիփ
օգոստոսի 8-ից ստորագրածով կամ մաքուր թուրքական միջանցք այս ստատուս քվոյում, երբ որ Իրանի դերը այսքան մեծ է, հնարավոր չի կիրառվի։ Շատ լավ, եւ մի հարց էլ ես բոլոր հյուրերիս հարցնում եմ, ինչ որ մի փուլում ասում էին Նիկոլի համար վտանգ է, այս գերիների վերադարձը, որտեղ հեղինակություն ունեն, ազդեցություն ունեն եւ այլն։ Հիմա, երբ որ թվում է թե բոլոր հարցերը մեծ հաշվով ինչ որ հարցեր լուծել է, ընտրությունները կարողացավ, հիմա կասեք դե լեգիտիմ չի այնուամենայնիվ հարցը ինչ որ է, հարցերը լուծել է, մարդուն կարմիր բանը տվել են, ասում են գնա ազատ ես, կանաչ ճանապարհ են տվել, ասում են, արևմուտքը ասում է ազատ ես, բռնաճնշումները կա, քաղաքվանդարկյալներ, այսպես ասած, ոնց որ թե հանգիստ վիճակում է։ Ինչն է խանգարում իրեն, որ Դավիթ Իշխանյանին ասել են, որ ձեր երկրում չեն ուզում, որ Բաքվից գերիները վերադառնան։ Ուրեմն, եկեք ես ասենց ասեմ, ռազմագերիների հարցը իր համար երբեք էլ այդ մարկանց ներքաղաքական ազդեցության առումով վտանգավոր չի։ Դա ինչն է, բան, դա իլյուզիա է, ուրեմն տեսեք, ձեր կարծիքով ինքը կարողանում է Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի կամ Սրբազանների պես Ռուբեն Վարդանյանը չպետք է կարողանար, համաձայն եմ։ Մարդկանց ձերբակալի, որոնք Հայաստանում եկեք շատ անկեղծ լինեք, շատ ավելի ազդեցիկ են, Չէ, հատկապես, որ վերջին մի քանի տարին այնպես են լծվել իրենց քարոզչական, այնպիսի մի այլանդակ քարոզ է գնացել, Բաքո այն շանը հիշում եք Ամերիկայից, որ հաչում էր, ինչ այլանդակ քարոզ է գնացել Բաքո Սահակյանի դեմ, Արկադի Բոլորի դեմ է գնացել, եկեք սենց ասեմ, ասկի ես չեմ կարում Սորոսական շունը, որ վերջերս նստած էր, ինչ էր գնում Ես չեմ կարծում, որ ինքը այդ նկատառումով այդ հարցով չի Այլ ինքը միջազգային հարթակներում վախենում է որևէ թեմա բարձրացնել, որը Ալիևին դուր չի գա։ Այդ կոնտեքստում էս հարցը տեսեք։ Թե չէ, բանը ուզում եք համոզեք, որ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան կալանավորողը Ռուբեն Վարդանյանի կամ Հայելի, այսինքն դուք եք գիտեք, ես է գիտեմ, որ կամ էլ Սրբազանների։ Այսինքն չի ուզում հարցերին Բագրատ կամ Միքայել Սրբազանների ազդեցիկությունը քիչ էր կամ հեղինակությունը կամ այն այլանդակության նա ասե որ կին է կալանավորում։ Կին։ Այսինքն դուք կարծում եք որ ինքը պիտի շոր տաբուներ ունի, շոր զգուշանում էր եւ մանավանդ որ հասարակությանը նենց են թունավոր է որ առնվազն երկփեղկված է հասարակությունը։ Դա համար ես ավելի հավանական է, որ չի կարելի թեմաների շրջանակ կա, Բաքվից թելադրված, ինքը կաշկանդված է։ Այդ թվում նաև Բաքվի բանտում գտնվում։ Այո, առաջի հերթի, որտեղ Այսինքն կարող ենք համարել, որ քանի Նիկոլ Փաշինյանն է, այդ գերիների հարցը ամբողջությամբ փակված է։ Գիտեք, եթե որևէ աշխարհաքաղաքական Դե տեսանք, եթե ընտրություններից առաջ անգամ ոչինչ չարվեց, որ նախ եկեք մի հատ շատ անկեղծ բան եմ իմը ասելու Այն բոլոր ռազմագերիները մեր եղբայրներն են, հիմա այս հայտիների, անհայտիների իրենց չեն բաժանի, բայց այնուամենայնիվ եկեք մի քիչ տարբերակում մտցնենք, կան հայտնի անուններ, ռազմաքաղաքական ղեկավարներ, գեներալներ են, կան սովորական քաղաքացիներ։ Եթե իրենք ինֆորմացիա մարդիկ ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Ալիևը ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակելու հարցը Փաշինյանի չի քննարկի։ Իրանց հարցը մի քիչ ավելի լուրջ է, ինքը այդ հարցը պատրաստ կլինի աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի հետ քննարկել, եթե ինչ-որ առևտրի խնդիր ունենա։ Բայց սովորաբար այդ հարցերը ո՞նց են քննարկում, եթե դուք նայում եք հիմա Ռուսաստան եւ Ուկրաինա։ Աշխատանք Չէ, սպասեք, բանի Պուտինի ընկերը այնտեղ ինչ-որ Լսեք, Զելենսկու ու Պուտինի համար իրանց քաղաքացիները շատ կարևոր են։ Շատ հանգիստ Շատ կարևոր են իրանց քաղաքացիները։ Իրանց ոտով եկի գերի են, Ես ասում եմ Նիկոլ Փաշինյանին, դիակները մնացին Նիկոլ ջելուկի բարձունքի վրա Ալիևը թույլ չի տա այդ խնդիրը բարձրացնել, Ալիև այդ խնդիրը, եթե աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի հետ առևտրի անհրաժեշտություն ունենա, այդ առևտրի շրջանակում։ Ես ուզում եմ ասել, որ եթե Նիկոլը ցանկանար, իհարկե հնարավորություն է։ Քանի անգամ է շանս եղել, որ այդ մարդկանց գերեվարեն ադրբեջանցիներին եւ անգամ օգոստոսի 8-ին նման շանս կար, եթե Թրամփի հետ նորմալ բանակցող Այո, բացարձակ այդ հարցը չի բարձրացել։ Ուղղակի ասացի, որտեվ Ալիևը
ասել է այդ հարցը չբարձրացնես, որտեվ այդ հարցը Ալիևի համար առևտրի թեմաներից մեկն է, աշխարհակաղակական կենտրոններից մեկի հետ։ Այդ չէ բերի, վախենա, չէ, այդ թողենք։ Չէ, բայց եթե այստեղ լինեին գերիներ, այդ ոնց էր փոխանակես, չէ, Թուրքիայի հետ մարդասպան Դայիչին տվեց, այնուամենայնիվ հասկացա, բայց այդ չկա իրանց օրակարգում։ Մի անգամ արդեն բանը քաղաքական առումով պրաշլյակա, չէ, դա այդպես տերմիկա գողական կներեք։ Արեն Սիմոնյանը, որ իրանց թիմում քաղաքական պրաշլյակա դառը, այդպես մի հատ ասել է, չէ, որ այդ թեման իրանց առաջնահերթություն չէ, որ հասկանանք, էլի բանն ինչու՞մ է, թե չէ։ Չէ, գանստեղ ինչ-որ բան չէ, լավ է։ Ես էլ եմ համաձայն, որ հա այդպես չի, այսինքն մենք ոնց պատտում ենք, էլի գալիս է նրան, որ եթե այս մարդիկ իշխանություն են, ապա ունենալու ենք այն եւ ավելի անդադ նվաստացման թեմա ենք ունենալու։ Ես այդ գերիների հարցը մեզ նվաստացնելու ամենա եւ մեզ էլ մի կողմից նվաստացնում է, մյուս կողմից է վախեցնում է, ռեալ իրատեսական չի, որ տեսեք ասում է ադրբեջանցիներին բերի։ տեսեք, այդ մահակամի ձեռքից պահած Բայց 300,000 ադրբեջանցիներ են։ Բայց ուզում եմ ասեմ համ վախացնում, համ առևտուրան։ Բայց չէ, մի միլիոնանոց հայերի բանը մահակը չի պահում, ասի, բա որ այդ հայերը գան Բաքու, բա որ այդ հայերը ուրիշ սարսափելի բան ասեք։ Ոչ մեկ չնկատեց, անցավ գնաց։ Եվի բան լարված օրերը դրանից է։ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ մի հատ սարսափելի բան արել։ Անկլավների հարցը կապել է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հետ։ Այսինքն հələ տեսեք ուր հասանք։ Մի ժամանակ ասում, տեսեք, ես ուզում եմ մի հատ այդ էվոլյուցիան խնդիր դիտարկենք, էլի։ 2022 թվին ասում էր Արցախը զիջել եմ, Արցախը, որ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվի Հայաստան։ Չէ, էդ էր։ Չէ, Արցախը չիտեն, որ Սյունիքը չտա, Միջանցքը չտա։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի։ Հայաստանից որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխաթարվի։ Այն վաղ գինա Արցախներ։ Ֆրաս, փաստորեն տեսեք, 4 տարի հետո բանից պարզվեց Տիգրանաշենն ու մյուս 3 գյուղերն էլ պետք է հանձնվի, որպեսզի ջերմուկից ադրբեջանցիները դուրս գան։ Դե բնականաբար դուրս չեն գալու, ոչ Արցախաշենը այդ վերադարձվելու, այդ այն սուտն էլ ասես, ադրբեջանական դրամի եւ քարտեզների վրա ոչ մի առանձնացված գույնով էլ Արցախաշենը ներկայացված չի։ Այդ սուտն էլ չգիտեմ, այդ սուտը երեք կողմից շրջափակված Ադրբեջանը անգամ այդ 90-ականներին ինչի չեն ազատագրել, որտեղ այդպիսի խնդիր է եղել։ Այսինքն ստիպված պիտի նախ շրջափակված, հետո ստիպված պիտի ես իմ քանի քաղաք այդպես կարողանային վերցնել, որ Արցախաշենը հնարավոր չի, 12 կիլոմետր Հայաստանից հեռու է գտնվում։ Արցախաշենի պաշտպանության կազմակերպիչներից մեկը հրամանատար եղել է իմ լուսահոգի ընկերներից մեկը Սմբատ Այվազյանը, որը բացատրում էր, որ բարձր ղեկավարության մակարդակով քննարկվել է, որ դա զուտ իրատեսական չի, մարդուժի կորուստ ունենալու եւ այլն, ի վերջո որոշվել է այլ լուծումներ գտնել, համենայն դեպս այդ լուծումների արդյունքում Հայաստանի տարածքը մեծացել է, ոչ թե փոքրացել։ Այն որ գտել են այդ ժամանակ։ Դրա համար էլ հիմա ինչի համար է հրապարակ բերել դա, որպեսզի հող նախապատրաստի ինչի համար։ Անկլավներս հանձնելու, որի հետևանքով ի դեպ հայ-իրանական եւ հայ-վրացական ճանապարհի կարևոր հատվածներ հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Էդ էլ ասենք։ Մի հատ հոգեկան հիվանդ ինչ-որ բան ա գրել, ասма ձեր այդ Կրեմլը չէր, որ մասսայական ծրագրում էր սպանություններ, զենքեր վաճառում եւ այլն եւ այլն։ Ահա այսպեսի դեռ մենք այսպեսի հիվանդ Ընդամենը ես ասենց ասեմ, աշխարհակաղակական որևէ կենտրոն նախ մերը չի։ Այդ թվում Ռուսաստանն ու Կրեմլը։ Բայց Հայաստանի Հանրապետությունը դարձել է սովետական եւ ռուսների իշխանությունների մերը։ Հետաքրքիր է էլի, որ որևէ մեկը ասենք տենց այս տիպի գրողներից չի գրում օրինակ Կիևի եւ Բաքվի ռազմավարական գործողության մասին, էլի։ Այսինքն այդ Զելենսկուն դիմավորողներից մեկն է հաստատ գրում, այն որ ծափերով Զելենսկի է դիմավորում։ Գիտեք, երևի իմ տիպի գործիչներից շատ Ռուսաստանի քաղաքականությունը քննադատած մարդիկ։ Նույն Կրեմլը չէ, բանը Կիևը չէր, որ ողջունում էր Ադրբեջանի հաղթանակը, ֆոսֆոր էր մատակարարում, հետո գալիս է այստեղ բանա, որպես եսի ինչ է։ Ես պատմաբան եմ եւ ինձ թույլ չեմ տա տենց հակագիտական թեզեր բան անել,
Ամենայն դեպս իրենց շահերից ելնելով, այո, մեր սիրուն աշկերի համար չեն արել, բայց հայկական սուբյեկտությունը 19-րդ դարում այս տարածքում հենց ռուսական կայսրության քաղաքականության հետևանքով առաջացավ։ Միայն եւ միայն դրա շնորհիվ է, որ մենք այո, եղել ենք ասում եմ, հանուն մեր հանրապետությունը սիրուն եղել աշկերի չի արել իհարկե, պարզա իր աշխարհաքաղաքական շահերի համար արել, բայց կապ չունի։ Դες որ եթե խոսում ենք, այլ բաներ էլ կարամ խոսամ, բայց չենք եկել այստեղ Ռուսաստանի փաստաբանություն անելու։ Օրինակ չլներ ՀԽՍ-ն չել լինելու, լավ սենց ասեմ, այդ հայկական մարզը չլիներ, հետո Երևանի մարզը, դրա բազայի վրա Ռուսաստանը չկար կանգնել, հայկական սուբյեկտությունը չլներ, հայկական սուբյեկտությունը։ Իհարկե մեզ չի եկել Ռուսաստանը փրկելու, եկել է սպասարկելու էր շահերը, բայց շահերը համընկնում ա եղել, ինչ շնորհիվ հայկական Իսկ ինչի՞ չեք ուզում նաև մտածել հումանիստական բաներ։ Որտեղ աշխարհաքաղաքականության մեջ հումանիզմ չկա։ Ամենայն դեպս Մենակ մենք ենք մտածում, որ որտեղ որ գնացել է սովետական միությունը ճորտատիրություն։ Ամենայն դեպս Ռուսաստանից բացի այս բանին աշխարհում չկա որևէ այլ պետություն, որը պատրաստ է Հայաստանին ամբողջությամբ։ Այո, դրանով ամփոփի։ Գագիկ Ծառուկյանի կողքին որպես սկզբունք, բայց դեմոկրատական այլընտրանքի օրակարգով շատերը գիտեն, որ ազգային ժողովի վերջին ընտրություններին դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը պարոն Սուրենյանցի խոսքերն է մեջբերում։ Առաջարկ Հայաստանի ծրագրով շրջանակներում մասնակցել է ԲՀԿ համամասնական ցուցակում։ Ես այդ ցուցակում զբաղեցնում եմ 8-րդ հորիզոնականը, այդ որոշումը կայացրեցինք եւ այլն։ Այս ամբողջ ընթացքում ես եղել եմ, շարունակում եմ մնալ իմ ավակ ընկեր Գագիկ Ծառուկյանի կողքը։ Քարոզարշավի ընթացքում ընտրությունից հետո իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում հետևողականորեն ընդգծել եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հնարավոր չէ հակազդել միայն պաշտպանողական մարտավարությամբ։ Անհրաժեշտ է ձևավորել կենսունակ եւ արդյունավետ քաղաքական համակարգ, հանդես գալ նոր նախաձեռնություններով եւ այլն, ենթադրելի է, որ մոտեցումները ԲՀԿ-ի մի փոքր այլ էին, այսինքն դուք պահանջում եք, որ ավելի նախաձեռնող, ավելի Ես գործընկեր կուսակցությունից պահանջելու իրավունք չունեմ։ Հիմա այս խնդիրը, նախ եկեք 2-3 բան ստեղ տարանջատենք, որոշ շփոթ կա։ Ես եղել եմ կամ եւ կլինեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության առաջնագծում։ Սուր քաղաքական ակցիայի են պատրաստ հանուն պարոն Ծառուկյանի ազատության կամ իրավունքների պաշտպանության։ Որտեղ կլինի ակցիա, ինձ ամենաառաջի շարքը։ Ավելի մեղմ ասենք, մոտեցումների տարբերություն կա։ Մոտեցումների տեսեք, ես բանա օբյեկտիվ էլ է, հիմա գլխատված է Բարգավաճ Հայաստանը, որտեղ պարոն Ծառուկյանը անազատության մեջ է, երկու բան կասեմ։ Ես իրավիճակային լուծումների փոխարեն առաջարկում եմ դիմադրության համակարգ ձևավորել, դիմադրության, որտեղ եթե իշխանության ատամը դիմադրության չհանդիպի, բոլորիս կուլ է տալու, ասածս էդ է։ Եվ երկրորդը, ես ասում եմ պարոն Ծառուկյանի պաշտպանության եւ աջակցության գործընթացում շեշտը, հիմնական շեշտը պիտի դրվի քաղաքական գործոնի վրա։ Այլ ձևեր են, այլ պաշտպանության այլ գործիքները իրավական կլինի, սոցիալական կլինի, քաղաքակրթական կլինի, չեն աշխատում։ Այդ ուղղությամբ իմիջիայլոց հիմա ԲՀԿ-ն աշխատում է սոցիալական, որովհետև դա չի աշխատել, ասեմ ինչի չի մարդ այսօր աշխատել։ գործազուրկ է դարձել, շարունակում է գողանալու խլել Գագիկ Ծառուկյանի եղածը։ Բայց դա չի աշխատելու, որովհետև եկեք իրանց անունով, հա, կոչենք։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցած քաղաքական հաշվեհարդար։ Քաղաքական հաշվեհարդարին բանով, սոցիալական լոկալ ակցիաներով կամ միայն իրավական գործիքակազմով չես կարող պատասխանես։ Քաղաքական հաշվեհարդարի ժամանակ դիմադրության առանցք պիտի ձևավորես եւ փորձես փշրել այդ ռեպրեսիվ մեքենայի ատամները, թե չէ ինքը անդադ առաջ է գալու։ Խոսքս միայն Ծառուկյանին աջակցելու մասին չի, խոսքս բոլոր քաղաքականներին աջակցելու մասին։ Տարբերությունը ընդհանրապես է սա, թե չէ ես հրապարակային հայտարարում եմ, եթե սրանից շեղում կանեմ, թող որևէ մեկը իմ խոսքերը այլևս արժանավատ չհամարի, կամ եղել եմ կլինեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության առաջնագծում բոլոր հնարավոր ակցիաները, որ տեղի կունենան, ես առաջի շարքում կլինեմ։ Ու ես մի բան էլ ասեմ, Գագիկ Ծառուկյանի պաշտպանությունը իմ համար հաշվարկ չի, նախ ինքը իմ ավակ ընկերն է։
ընկերոջը մտածելով չեն պաշտպանում։ Իմիջիայլոց հիմա կասենք, որ արևմուտքի աջակցությունը շատ կար, մեծ էր եւ այլն, համաձայն եմ։ Մարտի 1-ից հետո այդ ինչ տերոր էր մեր պետականության դեմ։ Այստեղ ակցիա, այստեղ չգիտեմ ինչ։ Հիմա բան չկա, իմ ասած էտա, ես մի շատ անկեղծ բան էլ ասեմ, եթե ես բավարար ռեսուրսներ ունենայի, ես ինքս կնախաձեռնեի Ծառուկյանի պաշտպանություն այն ձևով, Շոր ես պատկերացնում եմ։ Ախր միայն հիմա Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հարցը չի, չէ՞։ Չէ, ընդհանրապես։ Ակնհայտ է, չէ՞ որ սա տարածվելու է բոլորի վրա։ Իհարկե, բա դուրս գալուց, ասենք չեմ պաշտպանելու Ծառուկյանին, Արեգնազին, Չալաբյանին կամ Աշոտյանին մոռանա։ Օրինակ եմ ասում, կամ Թևանյանին։ Բոլորին էլ պիտի հիշենք, պաշտպանենք։ Այսինքն, բայց հերիքա մի հատ նշանակալի նշանային դեմքի հարցում իրավիճակ փոխենք։ Իրավիճակ փոխվի։ Գիտեք, այդ սոցիալական բաները շատ լավ է, այդ լոկալ ցույցերը։ Բայց այդ մարդիկ աշխատանքի իրավունքի խնդիրը միայն բարձրացնելու ռեպրեսիվ մեքենայի ատամ չես ջարդում։ Մանավանդ իրանք սոցիալ պոպուլիզմի բոլոր գործիքակազմերին մեզնից լավ են բանը տիրապետում։ Տեսեք, հիմա օրինակ ինչ կուտեն գցե։ Ասում են, հեսա որ Արարատ ցեմենտում կառավարիչ նշանակենք։ Ինքը ձեր աշխատավարձը։ Մենեջմենտի բարձր աշխատավարձերը արդար չի, կրճատի բանվորների աշխատավարձը կբարձրացնի։ Տեսեք, ինչ սիրուն կուտա, չէ՞։ Չէ, ոնց որ հեծում արեցի, խլեցի։ Հապա։ Չէ, բայց այդ եկեք նաև մեր հանրությամբ ներկայացնենք, որ դուք դրանից նախ ոչինչ չեք ստանում։ Եվ այդ թեմաները դեռ ավարտված չի, որովհետև դրանք մեծ Ընդհանրեն ուզեցա ցույց տալ, որ սոցիալական հարցով այս սոցիալ պոպուլիստերին չես կարող գերազանցել։ Թոշակառուների հարցը ո՞նց արեց։ Ուրեմն ժողովուրդ ջան, կամ դիմադրություն ալնում, ու այդ ես պես բան փողոցին պատրաստ չենք, եկեք փողոցը նախապատրաստող համակարգը ձևավորենք, հա։ Բայց հիմա այդ ինչ որ դուք ընթերցում եք, զուտ էս մարտավարական տարբերությունն է, որովհետև ես չեմ պատկերացնում, այդ գիտեք ոնց է, Դուք կարծում եք սպառել էր ձեր, այսպես ասած, բանակցել, ասեմ, ես ես ավելի անկաշկանդ եմ, սենց ավելի անկաշկանդ կարամ պարոն Ծառուկյանին պաշտպանեմ, հետո ընտրությունները պրծել է ճիշտ ասած բանը, եթե ես, տեսեք, եթե դա գործընկեր կուսակցությունն է, որի որոշումների վրա ազդեցության լծակ ես չեմ կարող ունենամ, քանի որ ընտրություն չկա։ Ընտրական ցիկլը պրծել է, վաղ բանի մեջ ենք։ Ես այդ կուսակցությունում շատ ակտիվ շփվել եմ երկու մարդու հետ, մեկը ցավոք սրտի իմ ավակ ընկերը կալանավորված է, մյուս ընկերս էլ, որի անունը եկեք չտանք, հանրապետությունում չի։ Եկեք, ես ընդամենը որոշել եմ, նաև մտածելու տեղիք եմ տվել, եկեք այդ համակարգը ստեղծենք։ Խոսքը մենակ ԲՀԿ-ին չի վերաբերում։ Ուժեղ Հայաստանին եմ ասում, հանրապետականին եմ ասում, հայակվեն ի պատիվ իրանց ինչ-որ աշխատանքներ անում են։ Մայրաստանն էլ ինչ-որ աշխատանքներ անում։ Այսինքն, այդ համակարգը եթե չստեղծեցինք, Այնքան քաղ կալանավորալն ասում են լոկոմոտիվը հիմա ուժեղ Հայաստանն է, ամեն ինչ կախված է իրենցից։ Այդպես է թե կապ չունի, ամեն մեկը պիտի իր տեղում անի, հետո այդ մոբիլիզացիան տեղի ունենա։ Մի հատ ճշմարտություն ձեզ ասեմ։ Մայր Հայաստանը, ուժեղ Հայաստանը այնուամենայնիվ, երբ որ կալանավորել էին Սամվել Կարապետյանին, որ ռեալ կալանքի մեջ էր, էլի ոչ թե տնային։ Իրանք ինչ-որ համակարգ կարողացան ստեղծել։ Ամեն դեպքում դատական է նիստերի։ Հիմա հնարավոր է, հիմա էլ այսքան։ Հիմա էլ բայց տեսեք, չգրված օրենք կա։ Եթե ձերբակալում են Սուրեն Սուրենյանցին, առաջին նախաձեռնություն դեմոկրատական այլընտրանքից պիտի լինի, որ գործընկերները իմանան, չէ՞։ Հիմա հենց նաև տողատակում էր եկա Գիրարմանս հետ էր։ ԲՀԿ-ն ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերելու կարիք ունի, որպեսզի մյուս գործընկերները հասկանան ինչով կարող են աջակցել։ Իմիջիայլոց այն օրը շատ երկար խոսում ենք, չէ՞, իմ ու նրա քաղաքականավոր չկա։ Ես պատրաստ եմ Վարդան Ղուկասյանի աջակցությամբ բոլոր ակցիաներին էլ մասնակցել, չնայած ես ու Գյումրիի քաղաքապետը տարբեր արժեքային բաների, բայց դա ինչ կապ ունի։ Մարդը քաղաքական պատճառով է, չէ՞ նստած։ Միայն բացառապես քաղաքական պատճառով է։ Հիմա եթե մեկին քննարկենք այս կոմենկոմ, իմ սիրտը ցավում է։ Նույնիսկ նես լուսավոր մարդ, ոսոր Աշոտյանը Արմենն է։ Այսինքն իմ ասածը ինչ է, որ մի հատ համակարգ դի ձևավորվի, որը զուգահեռ երկու խնդիր լուծի։ Կանխի նոր քաղաքբանտարկյալների առաջացումը, զբաղվի, այսինքն այս մարկանց
ազատ արձակելներով կանխի նորերի եւ իշխանապողության ճանապարհային քարտեզ ունենա։ Թե չէ մենք անդադ հետևանքի դեմ ենք պայքարելու։ Անդադ մեկին բռնելու են, հիմա էլ մտածենք էս մեկի համար ինչ անենք։ Այն մեկին բռնելու են, մյուսի համար ինչ Բայց մտածենք։ այդ դուք շատ ճիշտ բան եք ասում, իրենք պիտի տեսնեն, որ նախ եւ առաջ եթե առաջնորդին տարել են, այդ ուժը պիտի նախաձեռնող լինի, բայց դա նաեւ տարածվում է Հայաքվեի վրա, Չալաբյանին են տարել, տարածվում է Մայր Հայաստանի վրա, իրենց առաջնորդին են տարել եւ ոչ միայն առաջնորդին։ Սա տարածվում է Հանրապետական կուսակցության վրա, փոխնախագահին են, այսինքն հիմա բոլորը, չեմ ասում ուժեղ Հայաստանի։ Հետո գրածը ստրիգեր դառնա։ Ասեք, ուժեղ Հայաստանն առաջնորդին չեն տարել, Ալիքն նստած է, բայց առաջնորդը չէ, առաջնորդը տնային կալանքի մեջ է։ Ահա, հետեւաբար Նույնիսկ չի որ դուք այստեղ դուք մասամբ ճիշտ եք, որ այո, եթե առաջնորդն տարել, պիտի տրիգեր դառնա իրենք այսպես սկսեմ, բայց նաև սա տարածվում է բոլորի վրա։ Բայց եկեք մի հատ անկեղծ բան էլ ասեմ, էլի։ Այ մասամբ ճիշտ չէ, մի քիչ ավելի շատ եմ ճիշտ, այո, մասնակցությունը կա, որովհետև ամենայն հարգանքով բոլոր քաղաքականավորների հանդեպ, բոլորն էլ ինձ ընկերներ են։ Գագիկ Ծառուկյանի կալիբրը եւ Գագիկ Ծառուկյանի կալանավորման ձևը արտառոց է։ Հետո եկեք անկեղծ լինենք, էլի։ Ասենք կան գործիչներ, որոնց ազդեցությունը չափազանց մեծ է, չէ՞։ Ասենք Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, այսինքն այս մարդը լայնամասշտաբ քանի ծրագրերի Բայց այդ եմ ասում, այդ մեգա նախագահը տեսեք քանի տասնյակ հազար մարդիկ իրանց գործնականության հետ առնչություն են ունեցել։ Ես դրա համար եմ այս թեման։ Չէ, հետո բանը ինչ ասեմ, մեր բանից երկրից էլ այն կողմ, մեր սպորտսմենների Հետո մի հատ բան ասեմ, ես առիթ ունեցել եմ մի հատ ուրիշ եթերում ասել եմ, հիմա պիտի կրկնեմ։ Երկու հատ բան կա, որ ես այս իշխանությանը չեմ, երկու իրադարձություն ա եղել, իմ ինքնասիրությունը տարօրել է։ Այս նվաստացնելով մեկը Ծառուկյանին նվաստացնելու ձեռ, Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասում եմ, այդ քեզ չի ներվելու։ Քանի տարի էլ անցնի։ Այսինքն ես Ծառուկյանի անունից չեմ ասում, իմ անունից եմ ասում։ Երկրորդ նվաստացնող բանը, էլի անկախ նրանից այդ մարդուն ոնց ենք վերաբերում, երկրորդ նախագահի ցուցադրական այդ նվաստացումն է Զվարթնոց օդանավականը։ Այսինքն եթե դուք իմ ասածը ինչ է, այդ բոլորիս հետ կարա կրկնվի։ Բոլորիս հետ համակենտրոնացման ճամբար են սարքել երկիրը։ Մարդու բռնում են բանի համար, սոցցանցերում գրառման համար։ Գետինը մտնելու բանա, ինչա թե մեկի հոգին փառավորվի 70 տարեկան, այդքան արժեք ստեղծած ու հեղինակություն ունեցող մարդուն ընտանիքի կին անդամների ներկայությամբ բռնում են տես խոշտանգման են ենթարկում։ Այդ կներեք ինչ արժեք ունի մեր ապրելը կամ ազատության մեջ։ Աբազյանը հրաժարվեց, չէ։ Հա? Աբազյանը օրինակ հրաժարվեց։ Ասել էին Սամվել Կարապետյանը, այսինքն այդ արժանապատվության մի հատ բան էր, որ այսքան ուներ այդ մարդը, չարեց այդ գործողությունը, գերադասեց հանգիստ հրաժարական տա։ Կամ որ հրռում են։ Համակենտրոնացման ճամբարում մենակ չեն թողում մարդ ազատ իր երկրից դուրս գա։ Երբ որ քրեական գործ խափանման միջոց չկա, մարդը կարա ուզի գնա գա։ Այսինքն ես այս բաները, ես ասում եմ այդ բանը մի հատ քաղաքացիական ակտիվիստի իրավունք էլի չի ոտնահարվել, որ այս մեթոդներով փորձենք բանի լոկալ տոտալ բռնություններ այս երկրում։ Հիմա կամ մենք համակարգ ենք ստեղծում, պայքարում ենք, կամ էլ ամեն ինչը ինչքան էլ մարդիկ անկեղծ անեն, իմիտացիայի տպավորություն է ստեղծվում։ Ինչ-որ փուլ գալու է, այս մեր հարցազրույցն էլ դառնա իմիտացիա, որտեղ եթե անդադ խոսում ես գործողություն չես անում։ Բայց դուք վստահ եք, որ միևնույնն է գնալու է ինչ-որ process-ներ։ Ես վստահ եմ, որ լինելու է։ Ինչու՞։ Որովհետև ընտրությունը ոչ մի խնդիր չի լուծել։ Իշխանության ճգնաժամը շարունակում է խորանալ, հասարակության բևեռացումը շարունակում է խորանալ։ Մի հատ վիդեոն է ցույց տվել, էլի փողոցում էլ ինչա կատարվում։ Ես չգիտեմ դուք հասցրել եք տեսնել թե ոչ, որ ամբողջ ոստիկանական համակարգը ԱԱԾ ներգրաված է ինչի մեջ, տեսեք ձայնը բարձրացրու։ Օրը ցերեկով 3 առայց օրը վաղար կոմիտասում ինչ է կատարել, նայ։ Օրը ցերեկով վաղար կոմիտասում, Վաղարշան փողոցում։ Տեսա՞ք։ Տեսել եք սա։ Այ, չէի տեսել, բայց լսել եմ։ Տեսնում եք սա։ Մարդ են գնդակահարում օրը ցերեկով, տեսեք շարունակությունը տեսեք։ Ցերեկա մարդիկ փախնում են, տեսեք։
տեսա։ Կրակելուց հետո դիր։ Հիմա այս հետաքրքիր է, էլի։ Այն Ռեմբոները, որտեղ Ռեմբոն որն է, որ դու ճակերտավոր Ռեմբոները, այն անդեմ Ռեմբոները։ Չպաշտպան բանը, Ուրեմն դրանցից յուրաքանչյուրը առանձին Ծառուկյանի ձեռը տեղից չի կարող շարժի։ Իհարկե, Ուրեմն բայց Ռեմբոները ուր են։ Ցերեկը օրը Հասկանում եք, տեսեք 70 հասել, հիմա ուղեղների մեջ այդ թիվը պատկերացրեք, ամենտեղ մոտավորապես մի 50 հոգու արկած կլինի։ Ասեցի 2000 հոգի, մամուլում գրվեց 2000 հոգի, որ էս 2000 հոգի բավոր իրավապահ, եթե 2000 հոգի իրավապահ։ Դատա խազուր է, ընդամենը մեկ մի մարդու ուղղությամբ ծախսեն, մի մարդու նվաստացնելու ուղղությամբ։ Ինչպիսի ինքնավստահություն։ Դուք պատկերացնում եք, այսինքն ինչ Դե դրա համար հանցագործները պյարխեն հանում։ Օրը ցերեկով բնական է այդ շատ։ Էս մեկ, երկրորդը։ Նկատեցիք պարոն Սուրինես, չի էլ որովհետեւ կանգնած համառորեն հետ հանցագործներ չէ ինտելեկտ ունի, հանցագործներ ինտելեկտ ունի։ Գիտի բոլորից զբաղված են Ծառուկյանի առույցներով, Ծառուկյանի կոկորդիլիոսներով։ Այդ մարդուն տարի փակել են, հիմա էլ զբաղված են այդ բաներով։ Ու տեսեք, ստեղ մի հատ ուրիշ բան էլ կա։ Այդ ունե զրկումներից, որ քիչ են խոսում։ Այս բանը չէ, կուլակաթափություն է։ Ինչ են անում։ Այս մարդկանց սոցիալական խնդիրներից բացի երկրի ներդրումային միջավայրը ուղղակի ջախջախում է։ Որովհետև եթե մի տարվա մեջ, մի տարի էլ լրիվ չկա, երկու խոշոր ձեռնարկություն համակարգաստեղծ հետցնում ցենզավորը։ Խլել է։ Վաղ կարա բանը Այս բոլորին ազդակ այդ խանութի տերեր կամ բանկի տերեր։ Մի օրինակը նման կարգի բավարարական է, որ դրսից որևէ մեկը չգա եւ ներդրում մի օրինակ, եթե դուք տեսնում եք, այսինքն այդպիսի մեծ կարողություն ունեցող հակառակը Հայաստանի տնտեսության մեջ տասնյակ միլիոնավոր ներդրումներ անող երկու մարդու Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին նա ենթարկում է Դե խլեց, ես այսվանը խլել արդեն, հողակաձև այգուց։ Այդ արդեն գույքն են տեղափոխում նույնիսկ իմ ունեցած ինֆորմացիայով քաղաքապետարանը։ Գողանում է, այդ դա էլ է գողանում։ Հա, գույքը տանում են, այսինքն։ Իհարկե, գույքը տա։ Հայն չեք զարմանում, իշխանստունը չէին մտնում ոսկեղեն ու բան տանում։ Փող, Սաղաթելյան։ Այսինքն մենք դիպաշտպանենք ԱԾ-ից ու Այսինքն ամենը դիմադիր առավոտը ժամը 6-ից Ինչի՞ դիմա չէ, հիմա դուք եք ասում եք ընդդիմադիր։ Ցանկացած մարդ ժամը 6-ին պետք է արթուն լինի, տունն էլ երևացողներ ոչի ման չդրի։ Ցանկացած մարդ ով ունի մի քանի ոսկեղեն, նկատի ունեցեք։ Կարա տանեն։ Դրա համար ես ասում եմ չափազանց այս կարգի երկրում ենք ապրում, իսկ այդ հայտարարությունից իմ խնդրում եմ որևէ մեկը չփորձի շահարկել։ Համենայն դեպս Գագիկ Ծառուկյանի հարցում ես այնքան հետևողականություն եմ ունենալու, քանի դեռ այդ մարդը ազատության մեջ չի։ Շնորհակալություն։